Ակալցում, մեծարգո փոխնախագահ, արգելի գործընկերներ, ես ճիշտ ասած չեմ հասկանում ինչ եք քննարկում։ Ձեր կարծիքով ընդդիմությունը պետք է 30 ունենա գազտեղ, այսինքն պիտի գազտեղ ինչ անի։ Չէ, պիտի գա այս դահլիճ մտնի օրինակ Քոչարյանի խմբակցությունը, չգիտեմ ով կա այնտեղ։ Սեյրանը, Քոչարյանի փոքրիկ տղան պիտի գան այստեղ պատմեն այն մասին, թե ոնց են իրանց կուսակցության անդամները կամ ներկայացուցիչները 100,000 դրամ բաժանել քաղաքացիների, ասենք Աննա Գրիգորյանը պետք է գա սկսի մանրանալ, որ այս ինչ է կարել դուք այ ապիկար իշխանություններ, այս ինչքան է թանկացել ընտրողի ձայնը, ասենք այս ինչ ինֆլյացիա է, իդեպ, ընտրակաշառքի գնաճը, դա իրապես միակ գնաճն է, որ մի քանի 100%-ով աճ է, այստեղ տնտեսական բլոկից էլ ներկայացուցիչներ ունենք, հարգելի գործընկերներ, սա խնդրում եմ ֆիքսեք, էլի, ասենք անհամաչափ բարձրացել է ընտրակաշառքի գինը, հնա գնաճ տեսանկյունից անհամեմատ բարձր է, բայց ես մեր ընդդիմադիր գործընկերներին ուզում եմ ողջունել, որ իրանք ազգային ժողով չեն գալի իրականում, շարունակեք չգալ, որտեղ ձեզ այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում, պարոնայք եւ տիկնայք ընտրակաշառատուներ, ձեզ այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում, որ պահին դուք մտնեք ազգային ժողով, այդ պահին ազգային ժողովի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ։ Ձեր նստարանները դառնալու են սուպերմարկետի դարակների պես։ Ձեր դիմաց գրվելու են այն գները, որոնցով որ դուք փորձել եք փակցնել քաղաքացիների ճակատներին։ Այդ գնապիտակները փակցվելու են ձեր ճակատներին։ Օրինակ գլուխը 5,000 բաժանածների գլխին փակցվելու է 5,000, 100,000 բաժանածների ճակատին փակցվելու է 100,000։ Ու ազգային ժողովում գտնվող ցանկացած ոք, օրինակ լինեն ազգային ժողով այցով եկած դպրոցականները, ուսանողները եւ մնացածը հնարավորություն են ունենալու օրինակ 100,000 դրամ տալ X ուժի ներկայացուցչին, որը բաժանել է 100,000 դրամ, ու նրա ճակատին ասել այն ինչ որ կկամենան, որտեղ այստեղ գալիք ընդդիմադիր падգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է իրանց ճակատին։ Ձեր խմբակցությունները, հարգելի ընդդիմադիրներ, կամ իրականում ոչ այդքան հարգելի ընդդիմադիրներ, սուպերմարկետի բաժիններ են ելնելու ընդամենը։ Շնորհակալություն։